Ողջույն, մի հայկական մանրապատում կա, Պաշտոնյան համակարգչի մասնագետի հրավիրում աշխատասենյակ լուրջ դիմավորում է ու հարցնում, Սուպեր Մարիոյի դևին ոնց հաղթեմ։ Կառավարության այսօրվա նիստը հենց այդ մասին էր։ Ինքը փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղար, նախարարներ, առընթեր մարմինների, գերատեսչությունների ղեկավարներ կառավարության նիստում քննարկում են, թե ինչու է ինչ որ մի դպրոցի մարզադահլիճում թենիսի սեղանը դրված բասկետբոլի շթի տակ։ Դա քննարկում պրծնում են։ Անցնում են հարցին, թե մարզադահլիճի կենտրոնում ինչու է դրված մեծ գույք։ Սա էլ մեկ այլ դպրոցում։ Սա էլ են քննարկում ավարտում ու սկսում են նոր թեմա՝ սպիտակ խալաթները ինչու լաբորատորիայում դրված է փաթեթների մեջ։ Դրանից հետո քննարկում են, ինչու դպրոցական դաշնամուրը չեն տալիս երեխաները ջարդեն։ Դա քննարկում ավարտում են մի նոր թեմա է բացում, թե ինչու Նիկոլ Փաշինյանի հորական տան սերվիսը չեն օգտագործում դրա ծննդյան օրից։ Լավ ձեռք եք առնում։ Պետական հսկայական ռեսուրս եք վատնում։ Մարզպետը 320 կիլոմետր կտրում հասնում է Երևան, կառավարության նիստի, որ քննարկեք աշակերտը դասերից հետո լողանա նոր գնա տուն։ Սրանք այն հարցերն են, որ պետք է գան հասնեն կառավարություն։ Անգամ եթե դու ես ուզում զբաղվել դրանով, զանգում ես նախարարին, հրավիրում մոտդ կամ հենց հեռախոսով հանձնարարական ես տալիս, ոչ թե կառավարության քննարկման թեմա եք դարձնում։ Ինչու եք պետական ռեսուրսները վատնում ես աստիճանի անխնա։ Բոլոր երկրներն էլ կառավարություն ունեն ու կառավարությունները նիստ են անում, որ մեկն է այսքան մանկապատանեկան։ Ժամանակին մի հեռուստահաղորդում կար։ Զբաղված էր հանրությանը ճղճին, մանր, հաճախ զզվելի ընտանեկան խոսակցություններով ու խնդիրներով զբաղեցնելով։ Ամենատհաճ բառապաշարը, ամենափնթի անձնական պատմությունները ցուցադրում էին հանդիսատեսով։ Այդ հաղորդումը փակվեց։ Հիմա դրա փոխարեն կառավարության նիստերն են։ Ամենաանկապ, անճաշակ, անիմաստ բաները այստեղ են քննարկվում։ Ժորժ ջան, սրանք պլանկան, այնքան են իջեցրել նշաձողը, որ այս կառավարությունից ոչ մեկս նորմալ բան չենք սպասում, հարցի ադեկվատ քննարկում, լուծում չենք սպասում, անկապ քննարկումներ են, ու այդ ընթացքում հազար ձևի փոխվում է նիստը վարողի տրամադրությունները։ Մեկ հռհռում է, մեկ կատաղում է, մեկ հումոր է անում, ու սա կարծում եմ հոգեբանների վերլուծելու հարց է։ Չենք ասում մտնենք կառավարության ուղիղ եթերը, նայենք, թե ինչ է որոշում, ինչ որոշում կայացրեցին, ինչ հարց լուծեցին։ Մտնում ենք տեսնելու այսօր ինչի վրա խնդանք։ Սրանք միայն խոսացող են, հարց լուծող չեն եւ ոչ մի մակարդակում։ Երկրի խնդիրները ոչ թե լուծում են, այլ դրանց խառնում են ժողովրդին ու ամենամանր հարցը անգամ սարքում են հայոց հարց։ Տեսեք։ Ադրբեջանի տարածքով ղազախական ու ռուսական ցորեն է Հայաստան եկել։ Երեք մի հատ հաղորդում են, որ գալու է։ Մի հատ գրում են, որ դուրս եկավ այսինչ կայարանից։ Հետո գրում են, թե որ յուղի մոտով անցավ, ուր հասավ։ Հետո Պապոյան Գևորգը կամերան առնում ու վազում է կայարան, թե Ադրբեջանի տարածքով վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ բլա եկել եմ դիմավորեմ։ Պապոյան, վերջին 5 տարին, վերջին 30 տարվա այն բացառիկ 5 տարիներն են, որ Արցախից ցորեն Հայաստան չի հասնում։ Պապոյանը մի հատ էլ վազում է հմեկի եթեր Ադրբեջանի գովքը կապելու այդ ցորենի համար։ Իշխանություն եք, պարտավոր եք ապահովել երկիրը այն ապրանքով, որի կարիքը կա, առանց աղմուկի, առանց հանրությանը մանրամասնելու, թե ցորենը ով է արտադրում, ոնց է հասնում Հայաստան, ոնց է դառնում ալյուր, ոնց է դառնում հաց։ Մի հատ Ժորժ ջան, հիշեք ձեզ 2018 թվականից առաջ, որ մեկն է հետաքրքրվել, թե ցորենը ոնց հասավ Հայաստան։ Գնացեք լեք, ալյուր եք առել, հաց եք առել, առանց խորանալու մյուս հարցերի մեջ։ Բոլոր հարցերն են սրանք այսպես անում։ Խոստացել էին բանակը զինել։ Մանրամասն պատմում են, Ժորժ ջան, Հնդկաստանից զենք են կառնում, Ֆրանսիայից վիլիս են կառնում, լոգիստիկ խնդիրներ ունենք, տեղ չեն հասնում։ Ժողովուրդը ձեր զենքի գործարքները անգիր է անում, հա։ 2000-ականներին մենք ռազմական բալանսը պահել ենք, մարտունակությամբ ավել ենք եղել։ Որևէ մեկը այդ մասին իմացել եք, այդ ինչ զենք ձեռք բերեցին, ոնց են անում այդ բոլորը ամենայն մանրամասնությամբ։ Այնքան լուր են զինվել, որ հիմա ասում եք չեն զինվել։
Հիմա նախկինի կեսն էլ չեն անում, բայց անում են աղմուկով։ Կամ բժշկական ապահովագրություն են խոստացել, որ խոստանում են դեռ չի ստացվել։ Ասում են 2025-ին չի ստացվում, որովհետև էսպես։ Կենսաթոշակառուներին մտածում ենք էսպես անենք։ Չգիտենք դեռ քանի հիվանդություն կընդգրկվի։ Խոստացել եք, ներդրեք։ Մեզ չի հետաքրքրում, թե դուք ինչ դժվարություններ ունեք դա ներդրման ընթացքում։ Մեզ հետաքրքրում է, որ խոստումը կատարեք, ոչ պետքական մանրուքները պահեք ձեզ։ Խոստացել են, որ բոլոր գյուղացիները կունենան ոռոգման ջուր։ Հիմա մեզ ասում են, դե 5 ջրամբար պետք է կառուցեինք, չեն կառուցել, որ կաթիլային ոռոգում չէ, դժվարանում ենք, որպեսզի ունենանք պետք է այսպիսի բաներ անենք, էս լինի, այն լինի։ Խոստացել եք, կատարեք։ Մի մարդկանց մասնակից դարձեք ձեր պարապ խոսակցություններին։ Խոստացել եք աղքատության վերացում, վերացրեք։ Մի մարդկանց գցեք ձեր այդ խոսակցությունների մեջ, թե որպեսզի աղքատությունը վերացնենք, պետքա դպրոց կառուցենք, պետքա էս անենք, այն անենք, աղքատությունը պետք է գլխներից հաղթահարեն։ Խոստացել եք, արեք։ Դուք խոստացել եք 23 թվին 10%-ով նվազեցնել, չեք արել, մենակ քննարկել եք։ Մեզ խոստացել են Երևանում այս ավտոների խցանումների վերացում, չեն արել, ընդհակառակը շատացել է։ Հիմա սարքել են իրենց վատ կառավարման գերին մեզ։ Պետք է կարմիր գիծ թանկացնենք, որ խցանումները պակասենք, չի ստացվում։ Հիմա պետք է սահմանափակենք մեքենաների մուտքը, պետք է հեծանվով գաք։ Պարզ բան է, քաղաքը չեք կարողանում կառավարել։ Դրա համար միայն նրանք իրենց համարում են, որ քննարկումների համար են, խոսելու համար են։ Նիկոլի կտերը կերածներից մեկը այն օր ասում է, դե պետք է դեմիլիտարիզացված լինի, որ մեր հողերից դուրս գան։ Ասում եմ, այդ ինչ թազա բառ է սովորել։ Դելիմիտացիան նկատի ունի, հասկանում եք։ Դելիմիտացիա, դեմարկացիա, այնպիսի բառեր են մարդկանց լեքսիկոնի մեջ մտցրել, որ մտածում ես, ինչի պետք է այդ բառերը մարդիկ իմանային։ Եկել մտերեն վտարեք, ջախջախեք, ձեր գործն է։ Դուք մեզ անընդհատ արդարանում եք, թե ինչու չեք կարողանում, ինչ պետք է անեք, որ դուրս գան մեր տարածքից։ Խոստացել եք բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, բարձրացրեք։ Դրա փոխարեն բարդացրել եք ուսուցիչների կյանքը։ Մի հատ էլ բարդություն եք ստեղծում, թե ես ուզում եմ աշխատավարձը բարձրանա, եթե դու ես ուզում բարձրանա, պետք է դևին հաղթես։ Մշտապես մեր ուղեղները ծանրաբեռնում են այն ինֆորմացիայով, թե աշխատավարձերը բարձրացնելու խոստումը ինչու չի կատարել, ինչ պետք է անեն, որ կատարվի։ Ասում է Հայաստանում ուսուցիչը կարող է ստանալ 700,000 դրամ եւ ավելի վարձատրություն։ Պարզվում է նման ուսուցիչների թիվը ընդամենը 2 է։ Հայաստանում 29,000 ուսուցչից ընդամենը 2-ն է ստանում Նիկոլի ասած 700,000 դրամ աշխատավարձը։ Իսկ մյուսները ստանում են ամենաշատը 200,000 դրամ։ Նախարարը ստանում է 1.5 միլիոնից ավելի։ 8 տարի առաջ խոստացել է, որ ուսուցիչները լավ են ապրելու, այսօր ասում է 863 ուսուցիչ ստանում է 400-500,000 դրամ։ Ընդհանուր թիվը հիշեցնեմ 29,000 է։ Խոստացել է բանակում աշխատավարձերի բարձրացում։ Հիմա ասում է 520 զինծառայող ստանում է 500,000-ից 600,000 դրամ վարձատրություն։ Դա հայկական բանակի քանի տոկոսն է։ 0.1%։ Կարճ ասած, Հայաստանում ղեկավարող այս մարդիկ հակացուցված են որևէ երկրում բարձր պաշտոնի համար։ Աշխարհի ամենազարգացած երկիրը, ամենահարուստ երկիրը, ամենամարտունակ բանակը անգամ նրանք կարող են քանդել շատ արագ։ Իրենց երկիրը կառավարելու ձևը դարձել է հայ ժողովրդի ամենամեծ բեռը, ամենամեծ անհանգստությունը։ Ու իրենց անգործությամբ, անարդյունավետությամբ պարզապես ողբերգական հետևանք են ունենում մեզ համար։